Բարի լույս մեզ նոր միացած հեռուստադիտողներին, մենք շարունակում ենք թեման եւ ես ուզում եմ ձեզ ներկայացնել մի նոր թեմա եւ հետաքրքիր է դուք երբևէ տեսել եք, որ մի վայրում համախմբվեն լուսանկարչությունը, էլեկտրոնային երաժշտությունը, պարային պլաստիկան եւ պոեզիան։ Նոյեմբերի 29-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում կտեսնեք այն։ Ամիս ու ժամ խորագիրն է կրում այն ցուցահանդես պերֆորմանսը, որն արդեն նկարագրեցի։ Իսկ մեր տաղավարում են նախագծի հեղինակ Միքայել Նազարենկոն եւ նախագծի DJ եւ երաժշտական գծող ղեկավար Միքայել Զաքարյանը։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք, նախ պատմեք, ինչպես եք սկսել ձեր առավոտը։ Տաք սուրճով, արդեն ցուրտ է տաք սուրճով։ Դուք։ Ես նույնպես, բայց տաք թեյով կարող եք դուք եւս համտեսել, քանի որ նոյեմբերի 29-ին, ինչպես ասում են, ոչինչ չմնաց եւ արդեն կարճ ժամանակ է, որ պետք է պատրաստվեք այս ցուցահանդես պերֆորմանսի։ Ես նաեւ գիտեմ, որ այն սկզբում ԱՄՆ-ում եք ներկայացրել։ Եկեք պատմենք գաղափարի առաջացման մասին։ Այո, իրականում գաղափարը ծնվեց նախկինում 2021 թվականին մեկ ցուցահանդես նույնպես տենց կազմակերպեցինք, որը որ կոչվում էր Հազարություն ժամ։ Այսինքն 44 գումարած մեկ պատերազմի խաղաղ կողմը խորագրով։ Եվ այժմ արդեն հասկանալով եւ ավելի նրբորեն մոտենալով ժամանակի կոնֆլիկտին, որոշեցինք արդեն պատերազմից տեղափոխվել դեպի ժամանակը։ Այսինքն, եթե Հազարություն ժամի գլխավոր կոնֆլիկտը հենց պատերազմն էր, արդեն ամիս ու ժամի գլխավոր կոնֆլիկտը ընդհանուր, դրամատուրգիական կոնֆլիկտը ժամանակն է։ Եվ այդ իսկ պատճառով Հազարություն ժամին նախորդեց, Հազարություն ժամից հետո եկավ արդեն ամիս եւ ժամ խորագրով այս պիկտորիալիստական ֆոտոպատմությունը։ Իրականում ի սկզբանե մենք ուզում էինք որ լիներ ամիսներ, քանի որ ի սկզբանե նկարները 17-ն են, ես ասեմ, սկսվում է տարուց, տարվա 4 եղանակները եւ 12 ամիսները։ Եվ մենք պերֆորմ, այսպես ներկայացնելու ենք 12-ը եւ ամը, այսինքն 13։ Եվ այդպես որոշեցինք հասունացավ նաև տարվա 4 եղանակները որոշեցինք հավելել, որպեսզի ավելի նաև լուսանկարչական առումով նույնպես նաև պերֆորմանսը եւ լուսանկարչությունը, պարը, ընդհանուր համադրումը համարժեք, համազոր լինի այսպես։ Փաստորեն լինելու է բեմադրություն, որտեղ դուք նաև յուրաքանչյուր նկարին կից ունենալու եք բանաստեղծություն, որը ներկայացնելու եք։ Սա գաղափար է, որտեղ դուք ուզում եք նկարները խոսեն ինչ-որ առումով նաև։ Իրականում նկարները նկարված են պորտրետ ժանրի եւ ավանդական հին ձևերով, մի քանիսը անգամ պլյոնկաներով եւ նկարները խոսելու մասին, գիտեք, այնտեղ ներկայացված են ըստ իս մարդու 12 ամիսների մեջ ներկայացված են մարդու 12 էմոցիաները։ Այսինքն այն էմոցիաները, որը որ մենք ցանկացածս զգում ենք մեր կյանքի ընթացքում։ Մեկը կարող է մի քիչ շուտ, մեկը կարող է մի քիչ ուշ, այսպես էլ է ասած։ Այսինքն օրինակ հունվար ամիսը սկսվում է արարումից եւ դեկտեմբերը արդեն վերածնունդ։ Եվ այսպես ամիսներով գնում է այտենց անդեղ կա օրինակ հավասարակշռություն, կա ժամանակի մեքենա, այսպես, այսինքն ամեն տարբեր տեսակի հավասարակշռությունը որ ամսին է։ Հավասարակշռությունը հոկտեմբեր ամիսն է, այո։ Ամբողջականություն։ Իսկ հունիսը որ էմոցիա։ Մենք այստեղ հետաքրքիր է։ Ես հունիսին եմ ծնվել, հետաքրքիր է դա որ էմոցիային է բնութագրում։ Հունիս առաջին։ Հունիսը կոչվում է լռություն։ Ընդհանրապես իմ մասին չէ։ Հունիսը լռության մասին է, բանաստեղծությունն էլ արի դու բան մի ասա, սենց էլ է, այսինքն հասկացա ես ձեզ։ Եկեք նաև տեսնենք Միքայելը որպես DJ եւ նախագծի երաժշտական ղեկավար ինչ գործունեություն է ծավալելու այս ամբողջ ընթացքում։ Տեսեք, երաժշտական մասով նախ առաջին ասեմ, որ մեզ մոտ բոլոր երգերը հեղինակային են եւ գրեթե բոլորը գրված են հենց այս պրոյեկտի համար երգերը։ Երգերի հեղինակներն են Պավել Կուզմինը եւ Արսեն Բագիրյանցը, իսկ մենք արդեն մեր մասով կատարել ենք տարբեր բարդ աշխատանքներ երգերի հետ, ինչպես Միքայելը նշեց, մեր մոտ 12 ամիսներն են եւ տարվա 4 եղանակները եւ ամեն ամիս ունի իր բնութագիրը, մենք երգերի մեջ փորձել ենք ներկայացնել տարբեր էմոցիաներ նույնպես, տարբեր տրամադրություն ենք հաղորդել, օրինակ ձմռանը ձմռային, ամռանը ամառային եւ այսպես նոր ինչ-որ բան ենք ստացել, ինչպես նաեւ փորձել ենք մեր հայտնի կոմպոզիտորների գործերից վերցնել եւ դարձնել ավելի ժամանակակից, դասական
համադրել ենք ժամանակակիցի հետ, էլեկտրոնային երաժշտության հետ եւ ստացել ենք ինչ-որ նոր բան։ Շատ հետաքրքիր։ Դուք այստեղ ինչ որ նկարներ եք ցույց տալիս, առաջարկում եմ մեր հեռուստադիտողներին ներկայացնենք։ Այստեղ այդ նկարներն են իրականում, որտեղ Կարող եք փոթոթել, որպեսզի տեսնենք։ Այո։ Եվ արդեն մեր պարողների հետ պարողները բաժանելու են մասնակիցներին, ովքեր լինելու են, ամեն մեկը ոնց որ իր ամիսին։ Օրինակ, ով որ ամսին է, նա ասենց բաժանում են, այս օրինակ դեկտեմբերն է, ասենց վերածնունդով, սա ամնեկարն է։ Այդպես, այսինքն ինքը դրամատուրգիական ամեն մի հունվարից մինչև դեկտեմբեր այսպես գնում է, ոնց է, չէ՞, ֆիլմ սկիզբ, կուլմինացիա եւ ավարտ լինի այստեղ հունվարից մինչև դեկտեմբեր։ Իսկ բանաստեղծությունները ովքեր են գրել, դուք եք ներկայացնելու ենթադրում եմ, նաև թեմատիկան կարող ենք հասկանալ, ինչ թեմաներով են լինելու։ Այո, բանաստեղծությունների հեղինակը ես եմ, եւ ես եւ Լիան Ավետիսյանը կարդալու ենք, ինչպես նաեւ Միքայելի երաժշտական օգնությամբ, այո։ Եվ այստեղ հավելենք նաև պարը, որը որ նույնպես կոնթեմպ ժանրի պար է լինելու, որն էլ որ գլխավորելու է Էդիտա Հովհաննիսյանի խումբը, այսպես։ Դուք ինչ ժանրում եք ստեղծագործում։ Մենք Չէ, բանաստեղծությունները հենց։ Ինչ երաժշտա, մենք փորձելու ենք կարդալ այդ ամենը, արդեն թե ոնց։ Ինչի մասին են դրանք։ Ինչի մասին են բանաստեղծությունները, մարդու 12 էմոցիաների։ Հա, հենց դրանց մասին են։ Հենց այդ 12 էմոցիաների օրինակ հիմնական կոնֆլիկտը ինչպես նշեցի հենց ժամանակն է, այնտեղ չգիտեմ, կան շատ սիրային բանաստեղծություններ, կան որոշակի բողոքներ, կան ներկայացչական խնդիրներ ժամանակի եւ ընդհանուր առմամբ մեր օրյա Եթե կհիշեք ինչ որ մի քանի տող կարող եք հիմա ասել, հետաքրքիր է նաեւ ինչպես են հնչում։ Շատ լավ, փորձենք վերացական Ես հիշեցի, սեպտեմբեր ամիսը հենց անդավաճան բանի երևույթի մասին է։ Օրինակ մենք ունենք անդավաճան մարդիկ մեր կյանքում, բայց նաև ունենք անդավաճան իրեր։ Եվ այս գաղափարը ծագեց հենց այդ անդավաճան իրի, որը որ անդավաճան իրը միշտ իմ հետ էր ու լուսանկարչական սարքի մասին է, որը որ թե նկար, թե որպես վիդեո ինքը միշտ օգտագործում եմ։ Եվ հենց այդ անդավաճան իրի մասին է, որը որ ըստ իս ցանկացած մարդ, մենք բոլորս ունենք այդպես անդավաճան ինչ-որ մի բան մեր կողքին, հենց այդ իրի մասին է։ Իմ պարագայում լուսանկարչական սարքը, իսկ դուք օրինակ ունեք անդավաճան։ Անդավաճան իր, չգիտեմ, բայց անդավաճան գործիք, որը ես օգտագործում, դա իմ խոսքն է, որը որ հենց իմ մասնագիտությունն է։ Դե ուրեմն սեպտեմբեր ամիսը այդ անդավաճան բանը։ Բնորոշում է դա։ Այո, բնորոշում է դա։ Այսպես փորձում եք դա է օրինակ էլի։ Քանի որ նաև նշեցիք ԱՄՆ-ում ներկայացրել եք այլ բեմադրություն, պերֆորմանս եւ դրանից ոգեշնչվելով եք սա մտածել, եկեք մի փոքր նաև այդ ընթացքը պատրաստվելու, փորձերի, ձեր գուցե մասնագիտական վեճերի մասին հիշենք։ Շատ լավ, իրականում ԱՄՆ-ում կայացավ հենց սա, ուղղակի այնտեղ արդեն առանց այնտեղ մեզ օգնում էր պանտոմիման, այսինքն իմ ընկեր Ռոբը, որ ինքը ներկայացնում էր կոնֆլիկտը ժամանակը, նա եւ ես Նունե Ավետիսյանի հետ միասին կարդում էի բանաստեղծությունը, որտեղ որ մեզ արդեն բեմադրական առումով շատ օգնեց Վահե Խաչատրյանը, ռեժիսոր Միացյալ Նահանգներում, եւ այնտեղ արդեն ներկայացումը, այս պերֆորմանսը, այսպես ասած, ներկայացնելուց հետո այստեղ գալու պես կրթության, գիտության եւ մշակույթի սպորտի նախարարության իդեմս փոխնախարար Դանիել Դանիելյանի հետ քննարկումներից հետո որոշեցինք ներկայացնել նաեւ այստեղ այս գաղափարը եւ հենց նախարարության աջակցությամբ հիմա մենք ոնց որ իրականացնում ենք այս նախագիծը թիրախավորված մարզում, կուզենք որպիսի մարզային գաղափարները մարզում նույնպես փորձենք այս ամենը մարզային երիտասարդությանը ներգրավել, քանի որ նախագիծը, քանի որ շատ առումներով էքսպերիմենտալ է, սակայն վերջում հնարավորություն ունենք նաև քննարկելու։ Ի սկզբանե գաղափարը միտումը տանում է նրան, քանի որ ամեն մի 12 ամիս ունի 12 վերնագիր, ամեն մի գաղափար ունի քննարկման ենթակա է։ Ենթադրենք արարման վերաբերյալ քննարկումներ, ինչպես խոսեցի ամբողջականությունը, վերածնունդը եւ նմանատիպ 12 թեմաներ։ Եվ ես շատ կուզեմ, որ արդեն նախագծի վերջում այս ամենը վերածվի մի քննարկման։ Եվ քննարկում, որտեղ որ սրանք այնպիսի թեմաներ են, որ բացարձակ ճշմարտություն այստեղ չկա եւ ամեն մեկս կարող ենք մի կարծիք ներկայացնել եւ քննարկել։
չէ որ նույնպես անգամ արվեստի մեջ բացարձակ ճշմարտություն չկա եւ այս դեպքում նույնպես կուզենք ներկայացնել, որ այդպես քննարկման լինի։ Այո, հասկանալի։ Աշտարակից հետո հաջորդ մարզը ո՞րն է լինելու, թե դեռ պլանավորված չէ հաջորդ ներկայացումները։ Դեռ պլանավորված չէ, բայց կուզենք նաեւ ընդարձակվել, միտք ունենք նաեւ Երևանում նույնպես փորձենք ֆիլհարմոնիայում նույնպես իրականացնել, դեռ մտոխմորման փուլի մեջ։ Իսկ Միքայելի հետ երկու Միքայելներով վեճեր ունենում եք երաժշտական մասով, դուք ձեր բանաստեղծական թեմաներով։ Ոչ թե վեճեր, այլ զուտ քննարկումներ, առողջ քննարկումներ, ավելի շատ քննարկումներ, քան վեճեր, որովհետև բաներ կա, որ օրինակ չենք նույն բանը չենք ուզում, ինչ որ օրինակ ես եմ ուզում կամ ինքը, բայց այնց ենք անում, որ ստացվել։ Ինչպես ստացվեց ձեր համագործակցությունը, նաև այդ մասին կարող եք պատմել, թե վաղուց եք միասին աշխատում։ Չէ, բայց շատ պատահական ստացվավ մեր համագործակցությունը։ Տենց ստացվեց էլի, տենց ծանոթացանք։ Դե ինչպես պատմեք։ Շատ ընկերական, այսպես ասած ընկերական ֆոնի ներքո որոշեցինք, քննարկեցինք եւ հասունացավ, դարձավ։ Իմ կարծիքով ցանկացած գաղափար, երբ որ գաղափարակից ընկեր ես գտնում եւ ընկերական ֆոնի վրա է լինում, ինքը հնարավոր է հաղթահարել։ Այո, մենակ դժվար է փոխանցել։ Այսպես լրիվ ընկերական սեղանի շուրջ, այսպես ասած որոշեցինք, քանի որ ի սկզբանե ամենասկզբից մի ընկեր, ինչպես Միքայելը նշեց, Պավել Կուզմինի հետ որոշել էինք հենց լայվ լիներ, հետո առողջական խնդիրների պատճառով նա լքեց Հայաստանը առողջական բուժում ստանալու նպատակով եւ ես այդ խնդիրը կար եւ ման է գալի, այսպես եւ Միքայելի հետ քննարկեցինք բան եւ ես հասկացա իմ կողմից, որ սա այս ամենը իր նախագիծն է, այո, ինքն էլ իր կողմից հասկացավ, որ սա իր նախագիծն է եւ այսպես որոշեցինք եւ սկսեցինք փորձերը։ Եվ մինչ օրս փորձեր ենք անում եւ պատրաստվում ենք ամսի 29-ին։ Դուք նաեւ լուսանկարիչ եք եւ այս նկարները փաստորեն դուք եք հենց նկարել։ Այո, սա ինչպես են ստեղծվում այդ լուսանկարները։ Լուսանկարները ես մի քիչ խուսափեմ որակավորում տալու, կուզեմ դուք տաք կամ գաք ներկա գտնվելուց հետո դուք ասեք, քանի որ ինքը շատ նկարներում դեմք չկա, ինքը պիկտորիալիստական ոճի մեջ է նկարված։ Ունեք այդ առաջինը այսպես ուղակի պահեք, որպեսզի նաև մեր հեռուստադիտողները տեսնեն։ Առաջին նկարը այսպեսի նկար է եւ հա, էս էլ բանաստեղծություն է, այսպես sense։ Սա առաջին նկարն է։ Սա մեր փորձերի բանն է իրականում, այսպես նկարում, սա օրինակ դեկտեմբերն է վերածնունդ։ Եվ ինչպես է ստացվում, իրականում ես վաղուց կլինի արդեն մասնագիտությամբ ռեժիսոր լինելով, փոքր ժամանակվանից սկսած ես ոնց որ լուսանկարչական սարքը միշտ իմ հետ է եղել եւ երևի թե երկար ժամանակ է արդեն որպես գումար աշխատելու միջոց չեմ դիտարկում, այլ ինքը միշտ իմ հետ է։ Հետո արդեն չգիտեմ, ուրիշ, բայց լուսանկարչությունը մի հատ ուրիշ տեղ է եւ ըստիս ավելի հոգեվոր է, քան վիդեո նկարահանում, հա։ Եւ քանի որ ավելի հոգեվոր է, այսինքն ավելի քիչ կարող ես օգտագործել կամ քիչ կարող ես նկարել, ոնց որ այն հին պլյոնկաները, չէ՞, կար օրինակ ֆիքսված 30-40։ Իհարկե եղել է որ շատ եմ նկարել մեկ օրվա ընթացքում, բայց հիմնականում վերջի շրջանում փորձելով կարևորել եւ արժևորել այդ կադրի կարևորությունը փորձեցինք ոնց որ փորձեցի այնտենց որսալ մոդել եւ մոդելի հետ աշխատել։ Այսինքն դա հատուկ բեմադրված է, որ ստանաք ինձ այդ լուսանկարը։ Անշուշտ, ոչ բոլորը, բայց երևի թե մեկը եւ երկուսը բեմադրված չեն, որոնք վերցրած են իմ արխիվային ֆոտոներից, բայց մնացածը բոլորը բեմադրված են իմ պետերբուրգյան աշխատությունների ընթացքում։ Եկեք այդտեղ գրված են, քանի որ բանաստեղծությունները մեկը կարդանք, դուք շրջանցեցիք իմ հարցը եւ չկարդացիք։ Ոնց ասեք, բայց կարողա թողենք, որ հենց այդ օրը մարդիկ։ Այդ օրը իհարկե գալու են, բայց մի փոքրիկ հատված ինձ թվում է մի 4 տող կարող եք կարդալ։ Որ բանաստեղծություն։ Ես չգիտեմ ինչ բանաստեղծությունն է, որ ուզեք։ Ձեր ուզած, լավ, ոչ թե որ բանաստեղծություն, այլ որ ամիսը կամ տարվա որ եղավ։ Կարող եք հունիսը ընտրել, որպեսզի ես հասկանամ, թե ես ով եմ ի վերջո։ Դե, հա, բայց կուզեմ նշեմ, որ այս ով լինելը կամ ընդհանրապես ինքը զոդիակի պես, այսինքն ինքը կապ չէ, որտեվ ինքը սցենարական է նաև լիքը բան փոխվել, դրվել, սենսել։ Շատ լավ։ Ինչու եք մտածել, որ հունիսը լռության էմոցիա է արտահայտում։ Հունիսը ակտիվ, ամառվա սկիզբ։ Համաձայն եմ իհարկե։ Որտեղ տեսակ լռությունը։ Քանի որ մեր կյանքում լռության ֆոն կա եւ լռությունը արդեն հունիսն էլ ոնց որ մեր կյանքի մեջտեղներն է եւ մենք մեր կյանքի մեջտեղները մի քիչ լռության կարիք ունենք եւ ունենք
Եվ տենց որոշեցինք ոնց որ նաև լրությունը լինի, հենց տենց։ Իրականում բանաստեղծությունը մի քիչ բողոք է, որովհետև մենք այսօրով կոչվում է արի դու բան մի ասա։ Տենց էլի։ Ինձ եք հիմա դա ասում, ես հասկանում եմ, ես կլռեմ։ Չէ, այս հիշում եմ, որ մեկից 2 տարի առաջ մտա խանութ եւ խանութի աշխատող ասաց, այս ի՞նչ է հրաշիտ վիճակը։ Մտքիս մեջ ասեցի, ասենց էս բանաստեղծությունը ծնվեց։ Արի դու բան մի ասա։ Ու տենց ոնց որ մի հասկացա, որ ոչ միայն հայրս, այլ մենք բոլորս ունենք այնպես ինչ որ շատ հաճախ կարող է ես նույնպես չիմանալով մարդուն խորհուրդ տալ կամ ինչ որ բան խոսել, կիսվել, տենց ոնց որ հասունացավ այս գաղափարը, այս մեկը արի դու բան մի ասան է, բայց ես բացասական ֆոնի ներքո ես այստեղ կա օրինակ չգիտեմ, օրինակ հոկտեմբեր ամիսը, որը որ հենց կոչվում է մենք կռիվ տվինք հայերով, մենք կռիվ տվինք հայերով։ Եկեք միսը կարդանք։ Դուք չեք ուզում կարդալ։ Ես ինչքան ուզում եմ չկարդալ, ոնց ասեք։ Բայց մի մոռացեք, որ ես լրագրող եմ։ Իդեպ ես նույնպես մշակութաբան լրագրող։ Ախտու ես կարող եմ շրջանցել։ Տեսնենք։ Առաջի կուպլետը կոչվում է հենց այսպես է, արժեք ես խոսում, քանզի այդպես է պետք։ Դու դեր ես խաղում անգամ ինքդ քեզ հետ։ Խելացի քայլերդ անգամ տգետ, արինց դու բան մի ասա։ Ունդեղ արդեն կոնֆլիկտը սկսում է եւ զարգանում է։ Օ, շատ հետաքրքիր է։ Սա պետք է գնալ եւ իսկապես դիտել, որովհետեւ եւ լսել, որովհետեւ այսպես շատ կիսատ է ինչ որ մի բան մնում, պետք է գալ եւ ամբողջապես ներկա գտնվել նոյեմբերի 29-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում։ Շնորհակալ եմ շատ ձեզ բովանդակային զրույցի համար։ Մենք կսպասենք նոյեմբերի 25-ին եւ հորդորում ենք բոլորին գնալ Աշտարակ, ես էլ իրենց հետ միասին եւ ներկա գտնվել այս հետաքրքիր ցուցահանդեսին։ Ձեզնից նույնպես շատ շնորհակալություն մեզ հյուրընկալելու համար։ Սիրելի հեռուստադիտող, այս պահին առաջարկում եմ դիտենք մեր գործընկերուհու Գրագետ Դադարեջի հերթական ռեպորտաժը եւ ապա վերադառնանք։